Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 2-ին ամենատեսանելի վայրում Մաշտոցի Պողոտայում փակցված է եղել պարոն Եղնուկյանի լուսանկարը եւ ավելի քան 1 ամիս շարունակված է եղել փակցված մնալ բռնություն, հրահրություն, ատելություն, կտրականություն սերմանող մակագրություններով։ Ակցիաներից մեկի ժամանակ միանգամից 3 ահաբեկչություն տեղի ունեցավ, այն է զենքով վնասեցին Կարո Եղնուկյանի մեքենայի 4 անվադողերը կտրեցին, ծակեցին, մեկ այլ գործիքով վնասեցին նախախորհրդանի ավտոմեքենայի 4 անվադողերը կրկին եւ նաեւ ակցիայի ժամանակ կտրեցին բարձրախոսի լարը։ Այս ամենը տեղի ունեցավ միայն մի ակցիայի շրջանակներում։ Դրանից հետո մի քանի օր անց նաեւ Կարո Եղնուկյանի վրա մեկ այլ ահաբեկչություն տեղի ունեցավ իր բակում, տան բակում կայանած ավտոմեքենան առավոտյան Կարո Եղնուկյանը հայտնաբերեց, որ վնասված է ծածկոցի շարժիչը, կողային հայելիները եւ ավտոմեքենային վնաս է եղել ավելի քան 1000 ամերիկյան դոլարից արժեքով վնաս։ Երեսփոխան Սամվել Ալեքսանյանի կողմից է տարվում։ Ինչ հիմքով, որովհետեւ ծածկած շուկան գաղտնիք չէ, որ պատկանում է իրեն, կամ իր կնոջը, կամ իր ընտանիքին։ Ինքը այնտեղ բազմաթիվ անգամներ ներկայացել է որպես սեփականատեր Երևան City-ի բացման, կառուցման ընթացքում եւ այդ բոլոր այնպես որ այդտեղ հարց չկա թե տաղում է պատկանում, չնայած որ կարող է մի ՍՊ-ի անունով լինի, բայց սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է։ Եվ այդ շենքի վրա այդ հսկայական փաստարը, որը փակցվել էր երկրորդ հարկը, չէր կարող մի անձ, ուրիշ մի անձ այնտեղ փակցնել առանց տիրոջ հովանավորության կամ հրահանգի կամ թույլտվության։ Եվ բազմաթիվ բողոքներից հետո, երբ որ ոստիկանությունը, դատախազությունը ընդհանրապես չեն անդրադառնում պաստառի փաստի վերաբերյալ, անտեսում են ամբողջովին։ Գրում են, որ մենք Կարո Եղնուկյանի անվտանգությունը չենք ապահովելու, որովհետև Կարո Եղնուկյանը չի հիմնավորել, թե ինչ վտանգ կա, դե իրանք համարում են, որ հիմնավորումը այնպես պետք է լինի, որ մի քանի դանակահարված ստամոքսից կամ հրազենային վիրավորված վիճակում ես գնամ ոստիկանություն եւ ասեմ, տեսնում եք փամփուշտը ստեղ կամ դանակահարումը ստեղ, նոր պիտի հավատան։ Պարոն Եղնուկյանը հստակ բողոքարկել է քննիչի եւ Երևան քաղաքի դատախազի գործողությունները, որ 4.5 ամիս այնինչ օրենքում նշված է 10 օրյա ժամկետ է պետք, որպեսզի հաղորդմանը ընթացտրվի կամ 3 որոշում է կայացվում, կամ քրեական գործ հարուցելու մասին որոշում, կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, կամ գործը ենթակայության ուղարկելու մասին որոշում։ 3 որոշումներից որևիցե մեկը կայացված չէ։ 10 օրյա ժամկետից անցել է 4.5 ամիս։ Ակնհայտ անհիմն որոշումներ են կայացնում, իսկ դատարանները հիմնավորում են, հաստատում են ու կնքում են Հայաստանի Հանրապետության անունից որոշումներ են կայացնում։ Այս պայմաններում հնարավոր չի այլևս։ Պարոն Եղնուկյան, դուք ձեզ անհանգիստ եք զգում, դուք վտանգ զգում եք։ Ես վտանգ զգում եմ հաշվի առնելով այդ երկու դեպքերը։ Իհարկե այս ամբողջ բարձրաձայնելը, այսպես ասելը, դա որոշ չափով կանխում է իրենց Սամվել Ալեքսանյանի հաջորդ քայլը, ինչպես ասեցի, բայց որ իրենք կարող են մի օր տակ իրարեն, բացառված չէ։ Ահաբեկման այդ պահը, ինչպես ասեցի, կա, ես զենք եմ կրում։ Այո, թույլ տրված զենք։ Ինքնապաշտպանության։ Եվ ես այս զենքը գնել եմ այս դեպքերից հետո։ Ես չեմ կարծում, որ երեսփոխան Սամվել Ալեքսանյանը այնքան երկար են իր ձեռքերը, որ կարող է հասնել ամեն մի ոստիկանի, ամեն մի դատախազի, ամեն մի քննիչի, ամեն մի դատավորի, որպեսզի բոլորին ազդի կամ կաշառելով կամ վախեցնելով կամ ինչպես որ ինքը անում է իր գործը լավ ոչ չեմ անում, չեմ կարծում որ այդ բոլոր տեղերին ինքը հասնի։ Հետևաբար ես եզրակացության եմ գալիս, որ միայնակ ձևը որ սա այսպես սիստեմատիկ կարող է աշխատել տարբեր տեղեր, դա եթե վերևից հրահանգված է, որտեղ երբ պիրամիդային սիստեմի մեջ վերևից հրահանգվում է, որ այս Կարո Եղնուկյանի հետ կապված գործը փակեք, ծածկեք, ջրեք, ինչ որ այլ, հետևաբար բոլոր են տակի չինովնիկները անում են իրենց գործ։ Պետությունը պետք է ինձ պաշտպանի, եթե ես ահաբեկված եմ, եւ երբ որ պետությունը չի պաշտպանում, հետեւաբար քաղաքացին իրավունք ունի եւ
կարող է ինքնապաշտպանվել։ Հետևաբար եւ պարտավոր է։ Ես հիմա տեսնելով, որ մեր պետությունը դիտմամբ միտումնավոր չի անգորության է մատնում եւ չի պաշտպանում իր քաղաքացուն, ես որպես քաղաքացի հայտարարում եմ, որ ես ինքնապաշտպանության եմ գնալու։ Եվ այդ ինքնապաշտպանության մեջ մտնում են բոլոր տարբեր մեթոդներ, ներառյալ մինչև եվրոպական դատարան գնալը։ Մի քիչ երկու խոսքով ձեր մասին կարող եք պատմել։ Ինչու են ձեզ ասում աղբար, եթե դուք ասեցիք, ես այսպես կոչված աղբար եմ համարվում։ Ես ծնվել եմ Երևան, Նորեկողների երեխա, 46 թվին Բուլղարիայից են ծնողներս եկել, ես Երևան եմ ծնվել 59 թվին Չարենց փողոց, մինչև 12 տարեկան Հայաստանում եմ ապրել, հետո ընտանիքով տեղափոխվել ենք Բաքու, արտագաղթելու նպատակով, մեկ տարի հետո մենք արտագաղթել ենք Բեյրութ մեկ տարի մնացել ենք որպես փախստական, որտեղ այն ժամանակ սովետական, 71 թվին Բաքու, 72 թվին Բեյրութ, դիմել ենք ամերիկյան դեսպանատուն, որպես փախստականներ սովետական միությունից, եւ 73 թվին հայտնվել ենք արդեն Միացյալ Նահանգներում, 14 տարեկան հասակում ես Նյու Յորք եմ բնակվել այդ տարիքից մինչև 50 տարեկան, պաստորեն 36 տարի Միացյալ Նահանգներում եմ ապրել, 2009 թվին ընտանյոք տեղափոխվել եմ Հայաստան հիմնական բնակության, ես, կինս եւ 5 երեխաներ։ Ինչպես է ստացվել, որ այսքան ակտիվ մասնակցում եք քաղաքացիական շարժումների մեջ։ Ես ակտիվ եմ եղել ի սկզբանե եւ փոքր տարիքից, լինելով անկախականների ընտանիքի անդամ, անկախական ասելով հասկանում ենք անկախ Հայաստանի կողմնակից, այն ժամանակ անկախ Հայաստանը սովետից անկախն էր, հիմա էլ անկախ Հայաստանը ներքին թշնամուց անկախ լինելն է, հետևաբար միշտ ակտիվ եմ եղել 88-ից սկսած ես ամեն տարի 2-3 անգամ Հայաստան եմ եղել, մասնակցել եմ տարբեր քաղաքական գործունեությունների, պայմական եմ 88 թվից, եղել եմ Արո Հայրիկյանի վստահված անձը 91 թվի ընտրությունների ժամանակ, 96-ին եւ Այսպես միշտ ակտիվ եմ եղել։ Ես ներողություն եմ խնդրում, էլի առիթ չի եղել ես ասեմ, իմ ծանոթներից մեկը, չգիտեմ դուք քիչ եք ասում, ձեր մասին ասել է, որ 91 թվականին բավականին զենք եւ այլ պատերազմի ժամանակ դուք այսինքն զենք չէի ասի, բայց օրինակի համար զինվորական շորեր կամ զինամթերք, հեռադիտակներ, ռացիաներ, Ղարաբաղյան պատերազմներ, այդպեսի բաներ, նաև եթե հիշում եք ազատագրված տարածքներում ժամանակին ստեղծվել էին այմավաններ թիվով 13, այդ այմավանների ստեղծման գործունեության մեջ ես ակտիվություն եմ ունեցել, այդ այմավանները ստեղծվել էին, որպեսզի փախստականները Շահումյանից եւ տարբեր տեղերից բնակվեն ազատագրված տարածքներում, բայց մեր իշխանությունների թեթև ձեռքով այդ բոլոր այմավանները փակվեցին։ Ձեր ընտանիքի անդամները չեն հորդորում ձեզ, որ լքենք Հայաստանը։ Բարեբախտաբար ոչ։ Բարեբախտաբար ես երջանիկ եմ, որ իմ ընտանիքը, մայրս, եղբայրս, կինս եւ երեխաներս իմ մեջքին են կանգնած, հենց դրա, այո, եւ դրա համար ես որ ձեր հարցին ուժեղ եք, ես դրանով եմ ուժեղ։ Բարի, հրաշալի է, շնորհակալ